Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները հասնում են գագաթնակետին, հիվանդանոցի պատերն այլևս պարզապես բժշկական միջավայր չեն, դրանք դարձել են ճակատագրերի բախման վայր, որտեղ յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր հայացք կարող է փոխել ամեն ինչ։ Աննայի ծանր վիճակը, կրակոցը, Լիլիթի փախուստը, բացահայտված ճշմարտությունները և Հենրիի հետ ցավոտ բաժանումը չափազանց մեծ բեռ են Անգելինայի համար, նրա մարմինն այլևս չի դիմանում այդ ամենին։ Հենց հիվանդանոցում, սպասման, վախի ու անորոշության մեջ Անգելինան ուշագնաց է լինում։ Այդ պահը շոկային է բոլորի համար։ Սոսն ու Հենրին կողք կողքին, նույն ցավի մեջ։ Առաջինն օգնության են հասնում Սոսն ու Հենրին, երկու տղամարդ, որոնք տարիներ շարունակ եղել են հակառակ կողմերում, հիմա կանգնած են նույն իրականության առաջ, վախենալով նույն մարդու համար։ Սոսը խուճապահար է, Հենրին լռությամբ ճնշված։ Նրանց միջև ոչ մի բառ չի փոխանակվում, բայց ամեն ինչ ասված է հայացքներով, բուժքրոջ խոսքերը, որոնք կարող են փոխել ամեն ինչ։ Երբ Անգելինան մի փոքր ուշքի է գալիս, բուժքույրը մնում է նրա կողքին և փորձում հանգստացնել նրան, և հենց այդ պահին հնչում են այն բառերը, որոնք կարող են շրջել սերիալի ամբողջ ընթացքը։ Բուժքույրն Անգելինային ասում է, որ ուրախ լուր ունի նրա համար և որ նա հղի է։ Այդ խոսքերը հնչում են մեղմ, գրեթե շշուկով, բայց դրանց ուժը պայթյունի նման է։ Հենրին դռան շեմին է և հենց այդ վճռորոշ վայրկյանին դուռը բացվում է, սենյակ է մտնում Հենրին, հեռուստադիտողը շունչը պահած հետևում է այդ կադրերին։ Լսեց արդյոք նա բուժքրոջ խոսքերը, հասկացավ արդյոք, որ Անգելինան իր երեխային է սպասում։ Դեռ չի երևում Հենրին կանգ առավ, լսեց ու լռեց, թե պարզապես մտավ սենյակ ոչինչ չիմանալով։ Հեռուստադիտողները հույս ունեն, որ Հենրին լսում էր այդ խոսակցությունը, որ նա իմանում է ճշմարտությունը հենց այդ պահին, ոչ թե ուշ, ոչ թե ուրիշներից, որ այդ լուրը դառնա այն կետը, որտեղ նա վերջապես կհասկանա, չի կարող հեռանալ, չի կարող փախչել, չի կարող թողնել Անգելինային միայնակ։ Անգելինայի հղիությունը դառնում է նոր լույս այս մռայլ պատմության մեջ, նոր կյանք ծնված ցավից, սեր ծնված դավաճանությունից, հույս ծնված կրակոցից ու ատելությունից։ Բայց արդյոք այդ լուրը կմիավորի Հենրիին ու Անգելինային, թե ավելի կբարդացնի նրանց հարաբերությունները։ Ամենակարևոր հարցերը դեռ բաց են։ Կփրկվի Անան, կիմանա Հենրին ճշմարտությունը հենց այս պահին, կվերադառնա նա Անգելինայի կյանք, ինչպես կարձագանքի այս ամենին Սոսը և ինչ նոր վտանգներ է դեռ պատրաստում Լիլիթը։ Մի բան հստակ է, Վերջին զանգը սերիալը մտել է իր ամենահուզիչ, ամենասուր ու ամենանշանակալից փուլը, որտեղ մեկ լուրը կարող է փրկել կամ կործանել բոլորին։ Առջևում սպասվում են սերիալի ամենադիտարժան ու ամենաքննարկվող դրվագները։ Բարի երեկո բոլորի։ Ուրեմն հիմա մի նոր ֆիլմի, նոր սցենարի վերջակետ է տրվում։ Վերջակետ ասելով նշանակում է սկիզբ, որովհետև վերջակետը տրվում է մտքի, բայց իրագործման սկիզբն է ազդարարվելու շուտով։ Թե ինչ է լինելու, դեռևս չեմ բացի փակագծերը, ոչ թե որովհետև սնահավատ եմ, ոչ թե որովհետև ինչ-որ բաներից, չգիտեմ, վախենում եմ, այլ պարզապես ցանկանում եմ, որ այն ինչ-որ չափով դառնա շոշափելի, որ նա ձեզ կարողանա մոտուցել։ Այնպես որ սկսենք համբերությամբ և իմացեք, որ լավագույնը ստեղծում եմ ձեզ համար, որովհետև յուրաքանչյուր օր մտածում ենք, թե ինչ հետաքրքիր բան ստեղծենք։ Սիրելիներ, քանի որ պարապ է մնացել Լիլիթը, որովհետև բուժքույրն ուշանում, այսինքն ժամադրել եմ, այո։ Ես որոշեցի ձեզ կիսվեմ մի հետաքրքիր ինֆորմացիայով։ Ես քանի ժամանակ, ես ուզում էի գրական այս երգերը որ կան մեր շուտ, գիտեք, երգերը, փոխեմ ախրկելագերերով երգենք, էլի, խնդալու գլի։ Հիմա ես ասած ինչ է, որոշել եմ այդպես բանը մտածել եմ ենին։ Առաջինը մտքիս եկավ այս վերջին երգը, էլի, գնաց։ Այ 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 քուքոդետ Ինձի հիշես նեգը
Թոնի հոդը Պարապությունը գարշանի բան է Բարի օր բոլորին, հուսով եմ լավ եք։ Չեք պատկերացնի, թե որքան հաճելի է, երբ մարդիկ ժպտում են քեզ, երբ բարևում են, անծանոթ մարդիկ լրիվ, ոչ թե այսպես ներկայացնում են, որ չգիտեն չեն ճանաչում քեզ, դե նման մարդիկ էլ են լինում իհարկե, բայց ժպտում են, բարևում են, լուսացույցի տակ կանգնած ես կողքի մեքենայից բարևում են իրենց գոհունակությունն են հայտնում ու ավակ սերնդի ներկայացուցիչները կանայք տղամարդիկ իրենց գոհունակությունն են հայտնում քո կատարած աշխատանքի համար ու մասնավորապես իմացիր ավելին հաղորդաշարի համար են մարդիկ իրենց շնորհակալությունը հայտնում դրանից ավելի թանկ բանից համար չկա որովհետև դուք չեք պատկերացնում թե ես որքան մեծագույն հաճույքով եմ կատարում այդ աշխատանքը Իմացիր ավելին հաղորդաշարի համար են մարդիկ իրենց շնորհակալությունը հայտնում դրանից ավելի թանկ բանից համար չկա որովհետև դուք չեք պատկերացնում թե ես որքան մեծագույն հաճույքով եմ կատարում այդ աշխատանքը իմացիր ավելին հաղորդաշարի մասին է խոսքը ես տանում եմ ձեր ժպիտները լրիվ անծանոթ մարդկանց ժպիտները ու լցնում եմ իմ օրը ու հասկանում եմ, որ այս կեր ծանրաբեռնված առօրյայում ձեր ժպիտներն են եւ ձեր գոհունակությունն է, որ ինձ ուժ է տալիս, որովհետեւ մի պահ գիտակցում ես, որ զուր չես աշխատում։ Իհարկե, պահ է լինում, որ նույնիսկ ժամանակ չեմ ունենում թեկուզ Instagram մտնել կամ ինչ-որ ես բացարձակ չեմ կարողանում այդ ամենով զբաղվել, որովհետեւ իսկապես չունեմ ժամանակ, չեմ կարողանում, բայց գոհ եւ Աստծուն շնորհակալ եմ, որ այո, աշխատանքս այնքան շատ է, որ չեմ կարողանում պարան բաների վրա իմ աշխատանքը վատնել։ Ես ուզում եմ շնորհակալությունը հայտնել Արտուրիս, իմ վարսահարդարին իր դրական էմոցիաների համար, որ միշտ ինձ դրական էներգիա է փոխանցում, իմ Լիլիթին, Դիմահարդարիս, ով եւս